պատկերացնում։ Սաղաթելյան, ընդդիմության բաց թողումը դուք չեք տեսնում այս հարցում, որ բավարար աշխատանք չի տարվել նրանց ուղղությամբ եւ բացի այդ տևական ժամանակի առաջարկվում է, որ միասնական հարթակ ստեղծվի, որը կկազմակերպվի եւ միջազգային գործընկերներին նաեւ նամակներ կուղարկվեն եւ տարբեր մեխանիզմներով կաշխատեն։ Հիմա ինչու դա չի ստեղծվում։ Հայաստան խմբակցությունը, Դաշնակցության Հայդատի գրասենյակները եւ մեր բոլոր արտաքին կապերով պարբերաբար Հայաստանում տեղ ունեցած բռնաճնշումների, ապօրինությունների, այս ամեն ինչի մասին մենք տեղյակ պահում ենք եւ նամակներով դիմում ենք։ Կա առաջարկ, պատրաստ ենք, մենք չենք առանձնացնում։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության ընդհանուր հարթակի միասնական ճակատով պայքարելու հետ կապված, ես մի ամբողջական առաջարկություն եմ հնչեցրել ու դա ոչ միայն առաջարկություն է, այլ նաև դրան հետևելու են քայլեր եւ գործողություններ։ Դուք այսօր էլի հնչեցիք այդ առաջարկը, որ միավորվի ընդդիմությունը։ Ես ընդդիմության միավորման մասին չեմ առաջարկություն հնչեցրել, ես հնչեցրել եմ հետեւյալի մասին, որ կան կարևոր առանցքային օրակարգային հարցեր, որոնց շուրջ ընդդիմությունը պետք է համագործակցի։ Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը, պետական, ազգային մտածողություն ունեցող հասարակական եւ քաղաքական շրջանակները այդ հարցերի շուրջ պետք է համագործակցեն եւ մենք հաջորդ շաբաթվանից սկսելու ենք դաշտի դերակատար ուժերի հետ խորհրդակցություններ եւ կարծում ենք, որ դաշտում գտնվող ուժերը պարտավոր են համախմբել իրենց ուժերը, մեկտեղել եւ համատեղ ռեսուրսներով այս ռեպրեսիաներին դիմագրավելու համար